Դասընթացի 8-րդ դասախոսությունն է ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր սկսելու ենք նոր թեմա՝ տոպոլոգիական տարածություններ։ Այս մեր 4-րդ բաժինն է։ Տոպոլոգիական տարածություններ։ Մենք շատ հաճախ ես գրելու եմ և դա։ Տոպոլոգիական տարածությունները այդ մետրիկական տարածությունների ընդհանրացում են։ Կարող է ստալ, թե ինչի է պետք է ավելի ընդհանուր օբյեկտ ուսումնասիրել, արդեն իսկ բավական բարդ է ամեն ինչ։ Պատասխանն է, որ որոշ դեպքերում մեր ունեցած օբյեկտները բավական չեն, կան խնդիրներ, որոնք հնարավոր չի, որոնց համար անհրաժեշտ են տոպոլոգիական տարածություններ, այսինքն անհրաժեշտ են մի քիչ ուրիշ տեսակի հասկացություններ։ Ես սկսեմ հենց միանգամից սահմանումից, հետո փորձենք հասկանալ, թե ինչի մասին է այս ամեն ինչը։ Սահմանում։ Դիցուկ ունենք ինչ-որ S բազմություն և S-ի ենթաբազմությունների ընտանիք։ Ուրեմն սա բազմություն է։ Իսկ սա էլ S-ի ենթաբազմությունների ընտանիք։ Ուրեմն կասենք, որ S-ն տոպոլոգիական տարածություն է, եթե տեղի ունի հետևյալ 3 հատկությունները, P-ի համար։ Առաջինը դատարկ բազմությունը և ամբողջ տարածությունը P-ի անդամ են, այս ձեռագիր տեն է։ Երկրորդ հատկությունը, եթե ունեմ բազմությունների ինչ-որ ընտանիք, որը ընկած է P-ի մեջ, ապա սրանց միավորումը նույնպես ընկած է P-ի մեջ։ Եվ վերջապես, եթե ունեմ վերջավոր թվով բազմություններ, որոնք պատկանում են P-ին, ապա նրանց հատումը նույնպես պատկանում է P-ին։ Եվս մեկ անգամ, ունենք S բազմություն և P S-ի բազմությունների ենթաբազմությունների ընտանիք։ Ասենք, որ այդ զույգը տոպոլոգիական տարածություն է, եթե P ենթաբազմությունների ընտանիքը բավարարում է հետևյալ հատկություններին։ Դատարկ բազմությունը և ամբողջ S-ը ընկած է P-ի մեջ, եթե ունեմ ցանկացած ընտանիք P-ի բազմություններից բաղկացած, այսինքն P-ի տարրերից բաղկացած, ապա դրանց միավորումը ընկած է P-ի մեջ, և եթե ունեմ ցանկացած վերջավոր թվով P-ի տարրեր, այսինքն վերջավոր թվով S-ի ենթաբազմություններ, որոնք պատկանում են P-ին, ապա դրանց հատումը նույնպես P-ի անդամ է։ Եթե այս 3 հատկությունները տեղի ունեն, ապա ես կասեմ, որ S-ն տոպոլոգիական տարածություն է։ Եվս երկու տերմին, մեծ տոպոլոգիական տարածության հասկացություններ։ Երկրորդը կասեմ, որ ուրեմն ցանկացած տարր T-ից, եթե on T-ի տարր է, ապա ըստ սահմանման ես ասում եմ, որ on բաց է։ Այսինքն ըստ սահմանման ես ասում եմ T-ի բոլոր տարրերը դրանք բաց բազմություններ են։ Եվ վերջապես ես կասեմ, որ ինչ-որ F-ը, որը ընկած է S-ի մեջ, փակ է, ըստ սահմանման ես նշանակում եմ, որ F-ի լրացումը, այսինքն S հանած F-ը բաց է։ Եկեք օրինակներ նայենք։ Ասենք սկսենք ամենապարզերից, հետո ավելի բարդեր կնայենք։ Ուրեմն, եթե ունեմ ես մետրիկական տարածություն, եթե S-ը մետրիկական տարածություն է,
Ապա ես կարող եմ S-ը եւ S-ի բաց բազմությունները դիտարկել որպես տոպոլոգիական տարածություն։ Այսինքն ցանկացած մետրիկական տարածություն, նաև տոպոլոգիական տարածություն է, եթե ես T բազմությունը, ինչերը չասեցի, T-ն կոչվում է S-ի տոպոլոգիա, եկեք սա հավելացնեմ, որ եթե S-T-ն տոպոլոգիական տարածություն է, ապա S-ը կոչվում է T-ն կոչվում է S-ի տոպոլոգիա։ T-ն կոչվում է S-ի տոպոլոգիա։ Նա վերադառնանք մեր սահմանմանը, եթե ունեմ մետրիկական տարածություն, ապա կարող եմ նայել S-ը եւ S-ի բաց բազմությունները։ Իհարկե, որ բաց բազմությունները նրանք են, որոնք ամեն կետի հետ պարունակում են նաեւ ինչ-որ շրջակայք, ինչ-որ գույն։ Ուրեմն եթե նայում եմ S-ը եւ տոպոլոգիան S-ի վրա սահմանում եմ որպես S-ի բաց բազմությունները, ապա ես ստանում եմ տոպոլոգիական տարածություն։ Ուրեմն ցանկացած բազմության վրա կարելի է ներմուծել տրիվիալ տոպոլոգիան։ Տրիվիալ տոպոլոգիան բաղկացած է դատարկ բազմությունից եւ ամբողջ S-ից։ Այս երկուսը պարտադիր են սահմանան, հեշտ է ստուգել, որ եթե ես վերցնեմ սա, ապա այս երկու հատկությունները նույնպես բավարարված են։ Եվ կարող եմ վերցնել մյուս ծայրահեղությունը։ Կարող եմ դիտարկել դիսկրետ տոպոլոգիան։ Այսինքն վերցնում եմ S-ը եւ վերցնում եմ S-ի բոլոր ենթաբազմությունները։ Իրենք sense երկուսի S։ Ուրեմն S կոչվում է տրիվիալ տոպոլոգիա։ Սա կոչվում է դիսկրետ տոպոլոգիա։ Այսինքն տրիվիալ տոպոլոգիայի դեպքում բաց բազմությունները միայն S-ն ու դատարկ բազմությունն են, դիսկրետ տոպոլոգիայի բազմությունները բոլոր ենթաբազմություններն են ու դիսկրետի դեպքում բոլոր ենթաբազմությունները միաժամանակ փակ են եւ բաց։ Ուրեմն տոպոլոգիական տարածությունների հետ կարելի է անել շատ բաներ, որոնք անում ենք մետրիկական տարածությունների հետ։ Մասնավորապես կարող ենք սահմանել կապակցվածության հաստատություն, հա։ Եկեք միանգամից սահմանում տամ։ Ասենք, որ S-ն կապակցված է։ Եթե տեղի ունի հետևյալը, եթե ես գտել եմ ինչ-որ բազմություն, եթե տեղի ունի հետևյալը, ուրեմն եթե A-ն ընկած է T-ի մեջ, այսինքն A-ն բաց բազմություն է, եւ միաժամանակ անփակ է, այսինքն A-ի լրացումը նույնպես ընկած է T-ի մեջ, ապա երկու դեպք է հնարավոր, A-ն հավասար է դատարկ բազմության կամ S-ի։ Ուրեմն տոպոլոգիական տարածությունը կոչվում է կապակցված, եթե միակ բաց եւ միաժամանակ փակ բազմությունները դրանք կամ դատարկ բազմություններն են, դատարկ բազմությունն է կամ ամբողջ տարածությունը։ Եվս մի քանի սահմանումներ հետևորնակներ կնայենք։ Ուրեմն եթե ես նույն բազմության վրա ունեմ երկու տոպոլոգիա, այսինքն ունեմ S բազմությունը ու T1 եւ T2 տոպոլոգիաները, T1 T2, ապա կասենք, որ T1-ը ավելի թույլ է, քան T2-ը, ըստ սահմանման, այս նշանակում է, որ որպես բազմություններ T1-ը ընկած է T2-ի մեջ։ Այսինքն, ինչքան ավելի շատ բազմություններ կան, այնքան ըստ սահմանման տոպոլոգիան ավելի ուժեղ է։
Ուրեմն մետրիկական տարածությունների մեջ յուրահատուկ դեր ունեին բաց գնդերը կամ նույնիսկ փակ գնդերը։ Օրինակ ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել բաց գնդերի միավորման տեսքով։ Հիմա նույն բանը կարելի է ներմուծել տոպոլոգիական տարածությունների համար։ Ուրեմն ես կասեմ, որ տոպոլոգիայի ենթաբազմությունը հենք է, եթե տեղի ունի հետևյալը, երկու ձևով կարելի է գրել, ուրեմն ցանկացած i-ի համար կարող եմ ասել հետևյալը, ան ներկայացվում է իր մեջ ընկած B-ի անդամների միավորման տեսքով։ Եկեք ուրիշ տառնշանակի, որտեղ պարչիով այդպես B-ի փոխարեն ուրիշ բան գրեմ։ Նայում եմ բոլոր C բազմությունները B-ից, որոնք ընկած են i-ի մեջ, ու ան կարելի է ներկայացնել նրանց միավորման տեսքով։ Կամ կարող եմ ուրիշ ձևով ասել, ես արդեն հատկություն է, որ ցանկացած x-ի համար s-ից եւ ցանկացած բաց բազմության համար, որը պարունակում է x-ը, գոյություն ունի C բազմություն հենքից, այնպիսին, որ ուրեմն x-ը ընկած է C-ի մեջ եւ ինքնին իր հետքին ընկած է O-ի մեջ։ Եմ առաջարկում եմ սրա մասին ինքնին մտածել այս վարժությունը։ Միատ նորից տոպոլոգիայի ենթաբազմությունը, այսինքն բազմությունների ինչ որ ընտանիքը կոչվում է հենք, եթե տոպոլոգիայի ցանկացած անդամ, այսինքն ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել հենքի բազմությունների միավորման տեսքով։ Այդ բանը կարող եմ այս ձևով էլ գրել, ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել իր մեջ ընկած հենքի տարերի միավորման տեսքով։ Մի 30 վայրկյան որ մտածում ենք, հասկանում ենք, որ այս նույն բանն է, ու մի քիչ որ մտածում ենք, հասկանում ենք, որ այս նաև սա կարող ենք ասել, որ B-ն հենք է, այն եւ միայն այն դեպքում, եւ ցանկացած x-ի համար եւ ցանկացած բաց բազմության համար, որը պարունակում է x-ը, եկեք փորձենք նկարել։ Ուրեմն ունենք ինչ որ x կետ եւ ունենք ինչ որ բաց բազմություն եւ ունենք ինչ որ բաց բազմություն, որը պարունակում է x-ը, այս on է։ Այդ դեպքում կարող եմ ընտրել հենքից ենթաբազմություն, հենքից բազմություն, այս էլ C-ն է, որը կպարունակի x-ը եւ ընկած կլինի O-ի մեջ։ Հեշտ է հասկանում եք, որ այս բոլոր հատկությունները համարժեք են։ Ուրեմն այս ամբողջ տոպոլոգիայի մասին, հիմա կետի շրջակայքերի մասին։ Ուրեմն ենթանենք x-ը կետ է S-ից եւ n-ը ենթաբազմություն է S-ից։ Ուրեմն կասենք, որ n-ը x-ի շրջակայք է եթե տեղի ունի հետևյալը, ցանկացած ուրեմն n x-ի շրջակայք է, եթե գոյություն ունի a կամ o, գոյություն ունի o, տոպոլոգիայից արդեն հենց չկա, գոյություն ունի o, որը պարունակում է x-ը եւ ընկած է n-ի մեջ։ Եվ վերջապես շրջակայքերի հենք ուրեմն
վերցնենք ենթաբազմությունների ընտանիք, n-ը s-ի ենթաբազմությունների ընտանիք է։ Ասենք, որ n-ը x-ի շրջակայքերի հենք է, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած բաց բազմության համար, որը պարունակում է x-ը, ես կարող եմ գտնել n-ից տար, n-ը պատկանում է վերագիր n-ին, այնպիսին, որ x-ը ընկած է n-ի մեջ, և սա էլ իր հետին ընկած է o-ի մեջ։ Եկեք նորից այս բոլոր հատկությունները սահմանումները նորից հասկանանք ինչ էր ասում ու նայենք օրինակներ։ Ուրեմն առաջինը կապ չունի մյուսների հետ, կապակցվածության հասկացությունն է։ Տոպոլոգիական տարածությունը կոչվում է կապակցված, եթե միակ բազմությունները, որոնք միաժամանակ բաց են և փակ, դրանք դատարկ բազմությունն է կամ ամբողջ տարածությունը։ Այդ դեպքում տոպոլոգիական տարածությունը կասենք, որ կապակցված է։ Կա նաև կապակցվածության ուրիշ հասկացություն, գծայնորեն կապակցված, այդ նշանակում է, որ կարող ենք անընդհատ կորով միացնել, բայց այդ կլինի ավելի ուշ, այսինքն դեռ դրա կարիք չունենք։ Հիմա, եթե նույն բազմության վրա կա երկու տոպոլոգիա, ապա կասենք, որ մեկը ավելի ուժեղ է կամ մյուսը, եթե այդ ուժեղը, այսինքն n, որ ավելի ուժեղ պետք է լինի, ավելի մեծ է, որպես ենթաբազմությունների ընտանիք, քան երկրորդը։ Այսինքն T1 ավելի թույլ է T2-ից, եթե ինքը ընկած է T2-ի մեջ։ Այսինքն T2-ում կան ավելի շատ բաց բազմություններ, քան T1-ում։ Հիմա հենքերի մասին։ Ուրեմն վերցնենք տոպոլոգիայի ենթաբազմություն։ Ասենք, որ ինքը տոպոլոգիայի հենք է, եթե տարբեր ձևով կարելի ասել, օրինակ կարելի ասել ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել հենքի տարերի միավորման տեսքով։ Կամ կարելի է ասել, որ ցանկացած բաց բազմություն, այսինքն տոպոլոգիայի ցանկացած տար, ներկայացվում է իր մեջ ընկած հենքի տարերի միավորման տեսքով։ Ու պետք է ստուգել ինքնուրույն, որ այս նույն բանն է, որ ասենք ցանկացած x-ի համար եւ ցանկացած բաց բազմության համար ես կարող եմ հենքից տարածել երկուսի արանքում։ Ինքը պարունակում է x-ը եւ ընկած է այս մեր բաց բազմության մեջ։ Ուրեմն սա վերաբերում է ամբողջ տոպոլոգիային։ Հիմա կենտրոնանանք կոնկրետ x-ի շրջակայքերի վրա։ Մետրիկական տարածությունների մեջ մենք շրջակայք էինք անվանել ցանկացած բաց բազմություն, որը պարունակում էր x-ը։ Հիմա ստեղ մի քիչ ավելի ընդհանուր է, ստեղ ես չեմ պահանջում, որ n-ը լինի բաց բազմություն։ Ես ասում եմ, վերցնենք ցանկացած n բազմություն, որը պարունակում է x-ը։ Պարտադիր չի որ ինքը լինի բաց։ Այդ դեպքում կասենք, որ n-ը շրջակայք է, եթե ես կարող եմ խցկել բաց բազմություն x-ը պարունակող n-ի մեջ։ Եվ շրջակայքերի հենք այդ կոպիտ ասած n ինչ-որ ցանկացած շրջակայք, ցանկացած բաց բազմություն x-ը պարունակող նորից բանի մասին պետք է խոսենք, զուգամիտության մասին պետք է խոսենք, այսինքն շրջակայքերի հենքը կոպիտ ասած n տեսակ բազմությունների ընտանիք է, որը որոշում է զուգամիտությունը, այսինքն զուգամիտություն բավական է ստուգել հենքի տարերի վրա։ Օրինակ տեսեք, եթե մենք ուզում ենք ցույց տանք, որ ինչ-որ մետրիկական տարածության մեջ ինչ-որ հաջորդականություն զուգամիտում է ինչ-որ կետի, պարտավոր չենք վերցնենք բոլոր գնդերը, որոնք այդ կետը պարունակում են, կարող ենք վերցնել այդ կենտրոնով եւ օրինակ ռացիոնալ շարավղերով գնդեր, կամ կարող ենք ընդհանրապես 1/3 շարավղով գնդեր վերցնենք, այդ կլինի շրջակայք։ Հիմա օրինակներ կնայենք։ Հիմա նույն բանը ասում ենք տոպոլոգիական տարածությունների մեջ։ Ուրեմն վերցնում ենք n-ի շրջակայքերի ընտանիք,
ու կասենք, որ S ընտանիքը n-ի շրջակայքերի հենք է, այսինքն մենք սահմանում ենք այստեղ հենքի հասկացությունը, եթե ցանկացած բաց բազմության համար ես կարող եմ գտնել n-ից տար, որը պարունակում է x-ը եւ ընկած է o-ի մեջ։ Լավ, ինձ մի քիչ շատ կենտրոնացանք բանի վրա, եկեք օրինակներ նայենք, ավելի հասկանալի կդառնա։ Ուրեմն օրինակներ։ Ասեմ, որ երևի այսօրվա դասախոսությունը ամենա ոնց ասեմ, մի քիչ դժվար է հետևելը, որովհետև ըստ էության մենակ սահմանումներ ու օրինակներ են, էլի, այսինքն մի քիչ տերմինոլոգիայի եւ սովորելու մասին է այդ հասկացություններին։ Ուրեմն առաջինը, եթե վերցնում ենք մետրիկական տարածություն, եկեք x գրեմ, որ կամ m գրեմ, ուրեմն m-ը մետրիկական տարածություն է։ Եկեք տեսնենք օրինակ, որը կլինի հենք։ Ես պնդում եմ, որ հետևյալ բազմությունները կազմեն հենք։ Վերցնում եմ բոլոր բաց գնդերը, բոլոր հնարավոր կենտրոններով։ Սա մետրիկական տարածության տոպոլոգիայի հենք է։ Ինչի, որովհետև եթե ես ունեմ բաց բազմություն, ես ինչ է նշանակում, ես նշանակում եմ, որ ցանկացած x-ի համար գոյություն ունի r, որ bxr-ը ընկած է o-ի մեջ, եկեք սեղ rx գրեմ։ Ստերից միանգամից ես հասկանում եմ, որ on կարող եմ ներկայացնել միավորում bx rx, x-ը պատկանում է o-ին, այսինքն ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել S ընտանիքի անդամների միավորման տեսքով։ Ուրեմն սա տոպոլոգիայի հենք է։ Մենք տեսնենք շրջակայքերի հենք, ոնց առաջիններ։ Հիմա շրջակայքերի հենք, եկեք վերցնենք ցանկացած x կետ m-ից եւ նայենք հետեւյալ բազմությունները։ Եկեք այս անգամ վերցնենք փակ գնդերը x կենտրոնով եւ 1/3 շարավղով, որտեղ n-ը բնական թիվ է։ Ես պնդում եմ, որ սա x-ի շրջակայքերի հենք է։ Ինչի x-ի շրջակայքերի հենք, ինչ պետք է ստուգեմ։ Նախ, որ յուրաքանչյուր այս բազմություններից յուրաքանչյուրը x-ի շրջակայք է, բայց այս բազմություններից յուրաքանչյուրը պարունակում է բաց գունդը, որը բաց բազմություն է, հետևաբար փակ գնդերը x-ի շրջակայքեր են։ Հիմա ինչ պետք է ցույց տամ, պետք է ցույց տամ, որ ցանկացած բաց բազմության համար x-ը պարունակող գոյություն ունի փակ գունդ, որը ընկած է դրա մեջ։ Բայց այդ համարյա ակնհայտ է, որովհետև եթե on պարունակում է x-ը, քանի որ on բաց է, on կպարունակի ինչ որ գունդ x կենտրոնով եւ xr շարավղով, հետեւաբար on կպարունակի նաեւ փակ գունդ x կենտրոնով եւ 1/3 շարավղով, եթե վերցնեմ n-ը այնքան մեծ, որ 1/3-ը լինի ավելի փոքր քան r-ը։ Այսինքն այն ինչ որ գրված է ստեղ, x կենտրոնով եւ 1/3 շարավղով փակ գնդերը կազմում են x-ի շրջակայքերի հենք։ Եկեք հասկանանք ինչ կապ կարող են գտնել այս երկու հասկացությունների միջև շրջակայքերի հենքի եւ պարզապես հենքի համար։ Երկրորդ օրինակը։ Եկեք վերցնենք տոպոլոգիայի հենք։ Տոպոլոգիայի հենք։ Եվ վերցնենք ինչ որ x կետ S-ից։ Նայենք հետևյալ բազմությունները,
Մենք n բազմությունները հենքից, որոնք պարունակում են x-ը։ Ես պնդում եմ, որ սա x-ի շրջակայքերի հենք է։ Ինչի է x-ի շրջակայքերի հենք։ Եկեք օրինակ վերցնենք, ստեղ մենք երկու սահմանում տվեցինք, վերցնենք ասենք այս առաջի սահմանումը, այսինքն սահմանումը սա էր, այս մյուս հատկություն էր։ Եթե ես վերցնում եմ բաց բազմություն, վերցնենք O բաց բազմությունը, որը պարունակում է x-ը։ Ես գիտեմ, որ O-ն կարելի է ներկայացնել իր մեջ ընկած հենքի տարերի միավորման տեսքով։ Մասնավորապես սրանցից մեկը պետք է պարունակի x-ը։ Գոյություն ունի C, այնպիսին, որ C-ն պարունակում է x-ը և C-ն ընկած է O-ի մեջ։ Սա էլ այս նշանակում է, որ այս C բազմությունը սրան է պատկանում և բավարարում է հենքի հատկությանը։ Ես պետք է գտնեի բազմություն, որը ընկած է x-ը պարունակող բաց բազմության մեջ և պարունակում է x-ը։ Այս են դեպքերից, որ ավելի հեշտ է ինքնուրույն անել հասկանալ, քան թե հետևել ուրիշի փաստարկներին։ Իրոք շատ հեշտ բան է հասկանալ, որ եթե տոպոլոգիայի հենքից ես վերցնում եմ մենակ այն բազմությունները, որոնք պարունակում են x-ը, ապա ստանում եմ x-ի շրջակայքերի հենք։ Պարզապես գրում ենք սահմանումը, ստացվում է միանգամից։ Ուրեմն մետրիկական տարածությունների համար մենք ներմուծել էինք ներքին կետերի փակման և եզրի հասկացությունները։ Նույն բանը կարելի է անել ստեղ։ Սահմանում դիտարկում ենք S T տոպոլոգիական տարածությունը և նայում ենք S-ի ենթաբազմություն։ Ուրեմն երեք հասկացություն I-ի ներսը կամ I-ի ներքին կետերը ըստ սահմանման ես վերցնում եմ բոլոր բաց բազմությունները, որոնք ընկած են I-ի մեջ և նայում եմ դրանց միավորումը։ Սա կոչվում է I-ի, գիտեմ ճիշտ ասած ասում են I-ի ներսը կամ ներքին կետերը։ Ներքին կետերի բազմությունը, չգիտեմ, եթե ավելի հաջող տերմին կարող եք առաջարկել, ասեք, որովհետև քիչ տարօրինակ է թվում I-ի ներս հասկացությունը։ Ոնց? Ներքնամաս։ Ներքնամաս, այո, շատ շնորհակալություն։ Ուրեմն ներսը բան ենք անում, վերացնում ենք։ Ներս տանում ենք անկում։ Գրում ենք ներքնամաս։ Ներքնամաս ասեցիք, չէ՞։ Ահա։ Ուրեմն երկրորդը I-ի փակումը։ I-ի փակումը օրինակ կարող ենք սահմանել, վերցնենք I-ի լրացումը, սրա ներքնամասը և ստացվածի լրացումը։
կամ ուրիշ կերպ ասած S-ից անում ենք I-ի լրացման ներքնամասը, ավելի կարող հասկանալի է ձևով գրելը, եւ արժություն է մշակել արժություն ցույց տալ, որ կարող եմ գրել նաև այս ձևով, վերցնում եմ բոլոր փակ բազմությունները, որոնք պարունակում են an, ու վերցնում եմ դրանց հատումը։ Դեմ ուրիշ կերպ ասած, I-ի ներքնամասը ամենամեծ բազմությունն է, որ ընկած է I-ի մեջ, I-ի փակումը ամենափոքր փակ բազմությունն է, որը պարունակում է an, եւ սրանց տարբերությունն էլ կոչվում է I-ի եզր։ Վերցնում եմ I-ի փակումը եւ անում եմ I-ի ներքնամասը, սրանց կոչվում է I-ի եզր։ Այսինքն գրեմ նույն սա կոչվում է I-ի փակում։ Դա կոչվում է I-ի եզր։ Այսինքն այն հասկացությունները, որ կային մետրիկական տարածությունների համար, կան նաև տոպոլոգիական տարածությունների համար։ Եկեք մի երկու օրինակ նայենք։ Օրինակներ։ Ուրեմն շատ դեպքերում տոպոլոգիական տարածությունների համար ինտուիցիան ձևավորվում է մետրիկական տարածությունների ինտուիցիայից։ Այսինքն մոտավորապես այն ինչ որ ճիշտ է մետրիկականների համար, ճիշտ է նաև տոպոլոգիաների համար, բայց այդ այն դեպքում, եթե տոպոլոգիան լրացուցիչ ինչ որ հատկություններ ունի, որի մասին մի քիչ հետո խոսենք, կան պաթոլոգիական օրինակներ, որոնց համար ճիշտ չի էս ինտուիցիան, այսինքն մի քիչ պետք է զգույշ լինել տոպոլոգիական տարածություններից։ Բոլոր ասենք ասենք կիրառություններում հանդիպող դեպքերի շատ դեպքերում, շատ մեծամասնության համար այդ ինտուիցիան ասում է, ուղղակի պարզապես այն ինչի հետ որ գործ ունենք, մետրիկական տարածություն չի։ Մի քիչ ավելի ուշ խոսենք, թե ինչի է պետք է տոպոլոգիական տարածությունները, արդյոք միշտ չի կարելի մետրիկայով տալ։ Պատասխանը չէ, միշտ չի կարելի մետրիկայով տալ տոպոլոգիան, բացահայտ օրինակ կառուցենք, որի համար այդ սխալ է։ Նայեք մի քիչ ոչ սովորական տոպոլոգիաներ նայենք մեզ հայտնի բազմությունների վրա։ Ուրեմն եկեք վերցնենք R2-ը եւ ասենք, որ տոպոլոգիան բաղկացած է հետեւյալ բազմություններից։ Նայում ենք x, y զույգերը, որտեղ x-ը պատկանում է O-ին, որտեղ O-ն բնականաբար ընկած է R-ի մեջ եւ բաց է։ Այսինքն ավելի ճիշտ է սենց գրել։ Այստեղ ես ավելացնում եմ հակագից։ Ես նայում եմ n բոլոր x, y կետերը հարթության վրա, որոնց համար x կոորդինատը ընկած է բաց բազմության մեջ, y-ն էլ ֆիքսած է։ Եվ y-ը պատկանում է r-ին։ Այսինքն, ինչ է նշանակում այս։ Այս նշանակում է, որ ստեղ բաց բազմություններ են, այս տեսակ բազմությունները y-ը պետք է լինի ֆիքսած եւ չէ, բնականաբար այս չի, սրանց պետք է միավորում վերցնել նաև, այսինքն այս ավելի գրեմ, որ տոպոլոգիայի հենքեր։ Դա տոպոլոգիայի հենքն է։ Ընդհանրապես, եթե ես ունեմ ստեղ բաց բազմությունների մի տեսակ հատվածները, որոնց պրոյեկցիան x-ի վրա բաց է։ Ընդհանրապես ասած, եթե ես ունեմ ցանկացած S բազմություն եւ ունեմ S-ի ենթաբազմությունների ընտանիք, S-ի
ենթաբազմությունների ընտանիք, ապա ես կարող եմ կառուցել ամենաթույլ տոպոլոգիան, որը պարունակում է S-ը։ Ոնց եմ անում։ Ուրեմն վերցնում եմ բոլոր տոպոլոգիաները, որոնք պարունակում են ոչ թե S, այլ an, որոնք պարունակում են an, եւ վերցնում եմ սրանց հատումը։ Այսինքն երկու դիտարկում։ Առաջինը, որ եթե ես ունեմ տոպոլոգիաների ցանկացած ընտանիք, եթե ես ունեմ ինտեգրենք TI տոպոլոգիաներ, ու վերցնում եմ սրանց հատումը, ապա սա նույնպես տոպոլոգիա է։ Այսինքն բավարարում են 3 հատկություններին։ Տոպոլոգիաների հատումը միշտ բավարարում է նույնպես տոպոլոգիա է։ Ի տարբերություն միավորման, երկու տոպոլոգիաների միավորում կարող է տոպոլոգիա չլինի, բայց տոպոլոգիաների հատումը միշտ տոպոլոգիա է։ Ուրեմն առաջին դիտարկումն է։ Երկրորդ դիտարկումը այն է, որ ինչ բանել վերցնեմ, ինչ բազմությունների ընտանիք էլ վերցնեմ, միշտ կլինի տոպոլոգիա, որը պարունակում է այդ, որովհետև ես ունեմ դիսկրետ տոպոլոգիան։ Այսինքն ցանկացած i-ի համար ես կարող եմ ասել, որ an ընկած է դիսկրետ տոպոլոգիայի մեջ։ Ստեղից միանգամից հետևում եմ, որ ես ունեմ ինչ որ ենթաբազմությունների ընտանիք, ապա միշտ կարող եմ գտնել ամենաթույլ տոպոլոգիան, որը պարունակում է այս բազմությունների ընտանիքը։ Հիմա վերադառնանք մեր օրինակին, ես վերցնում եմ այս բազմությունների ընտանիքը, այսինքն հատվածները, որոնց պրոյեկցիան x-երի առանցքի վրա բազմություն է։ Ու վերցնում եմ ամենաթույլ տոպոլոգիան, որը պարունակում է այս ընտանիքը։ Առանց մեջ դժվարությամբ կարող եմ ցույց տալ, որ իրականում պետք է վերցնել այս տեսակ հատվածների ցանկացած միավորում։ Ու այս գրված բազմությունը կլինի ստացված տոպոլոգիայի հենք։ Մի քիչ կարող է արհեստական թվալ այս ամեն ինչը, բայց իրականում բավական բնական է։ Ընդհանրապես պետք է ուղղակի սովորել այս տեսակ տերմիններով մտածել։ Մենք սովորենք մտածել ավելի շատ, ասենք, երկրաչափությունից եկած ինտուիցիայի, որը ենթադրում է հեռավորություն։ Տոպոլոգիական տարածություններում երբեմն պետք է մոռանալ հեռավորության մասին եւ մտածել բաց եւ փակ բազմությունների տերմիններով։ Ընդհանրապես սովորելու հարց է, տեսնենք, որ կիրառություններում մեզ համար կիրառությունները տոպոլոգիական տարածությունները եւ թույլ տոպոլոգիաներն են Բանախյան եւ Հիլբերտյան տարածությունների վրա։ Այսինքն մեզ մոտ օրինակը կլինի շատ կոնկրետ, այսօր չի լինի մյուս անգամ, որոնց համար շատ դեպքերում մեր ինտուիցիան ճիշտ աշխատում է։ Հիմա որպեսզի ցույց տամ, որ ինտուիցիան երբեմն ուղղակի ընդհանրապես չի աշխատում, եկեք նայենք հետևյալ օրինակը, վերցնենք 0,1 հատվածը եւ տոպոլոգիան սահմանենք հետևյալ ձևով։ Ես վերցնում եմ բոլոր բազմությունները ու դրանցից անում եմ A ենթաբազմություն, որտեղ an վերջավոր է կամ հաշվելի։ Նույնական այս ամեն ինչ կտա բացի դատարկ բազմությունից ու սրան ավելացնում դատարկ բազմությունը։ Այսինքն բաց բազմություն 0,1 հատվածի ըստ սահմանման դրանք այն բազմություններն են, որոնց լրացումը ամենաշատը հաշվելի է
ու գումարած դատարկ բազմությունը, քանի որ տոպոլոգիան միշտ պետք է պարունակի դատարկ բազմություն։ Ուրեմն թողնում եմ դες ինքնուրույն ստուգելու, որ այն ինչ որ ստացվեց, այդ իրոք տոպոլոգիա է, այսինքն համարյա բան չկա ստուգելու։ Պետք է ցույց տանք, որ այս տեսակ բազմությունների ցանկացած միավորում էլի այս տեսակ բազմություն է, համարյա տրիվիալ է, եւ հատումը վերջավոր նույնպես այս տեսակ բազմություն է, այսինքն այն ինչ որ ստացվեց տոպոլոգիա է։ Մենք ցույց տանք, որ այս տոպոլոգիայում տոպոլոգիական տարածությունների մեջ կարելի է նույն ձևով, ոնց որ մետրիկական տարածություններում է, սահմանել զուգամիտությունը։ Ինչ է նշանակում զուգամետ հաջորդականություն մետրիկական տարածության մեջ։ Ուրեմն x-ը ինչ որ հաջորդականություն է, երբ ենք ասում, որ x-ը զուգամիտում է x-ին, x-ը զուգամիտում է x-ին, այս սահմանման դեռ կարող ենք էպսիլոն դելտա լեզվով ասել, կարող ենք նաև բաց բազմությունների լեզվով ասել։ Եկեք բաց բազմությունների լեզվով ասենք։ Ուրեմն ցանկացած O բաց բազմության համար գոյություն ունի n, որը բնականաբար կախված է O-ից, այնպիսին, որ ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, x-ը գտնվում է այդ բաց բազմության մեջ։ Այսինքն ստեղ այս սահմանման մեջ, չնայած այս մենք օգտագործել ենք նաև մետրիկական տարածությունների համար, մետրիկա ընդհանրապես չկա, ամեն ինչ ասված է բաց բազմությունների տերմիններով։ Այս մտնում եմ, որ այս տոպոլոգիայի համար հաստատունից տարբեր զուգամետ հաջորդականություն գոյություն չունի։ Ինչ որ ստացվել է ստեղ տոպոլոգիա է, ու ես մտնում եմ, որ եթե հաջորդականությունը զուգամետ է, ապա ինքը պարտավոր է լինել հաստատուն։ Մենք հասկանանք արագ ինչի, համարյա տրիվիալ է այդ իրականում։ Ուրեմն եթե x-ը զուգամիտում է x-ին, ապա ցանկացած n-ի համար x-ը հավասար է x-ի։ Դե ոնց ցույց ասենք, եկեք վերցնենք x-ի շրջակայք։ Ես վերցնում եմ on, որը պատկանում է սրան, հետևյալ ձևով, o-ից հանում եմ n բոլոր x-ները, որոնք տարբեր են x-ից։ Այս բաց բազմություն է, չեմ իրոք ոչ թե o-ից եմ հանում, այլ 0,1-ից եմ հանում։ Ես չէի ուզում ասել։ Ուզում եմ ասել 0,1-ից հանում ենք են բոլոր x-երը, որոնք տարբեր են, բոլոր x-ները, որոնք տարբեր են x-ից։ Ես իհարկե մի քիչ բան ասացի, x-ը հավասար է x-ին գոյություն ունի, եկեք քիչ գրեմ։ Բնականաբար հաջորդականությունը առաջի անդամները ինչ ասես կարող են լինել։ Եթե x-ը զուգամիտում է x-ին, ապա գոյություն ունի n, որպես որ ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, x-ը հավասար է x-ի, այսինքն ըստ էության զուգամիտող հաջորդականությունները միայն հաստատումներ են։ Հիմա ես վերցրեցի ինչ-որ շրջակայք, այս շրջակայքի համար ինքը բաց բազմություն է, պարունակում է x-ը, քանի որ x-ը չեմ հանել, հետևաբար գոյություն ունի n, հենց որ x-ը պատկանում է o-ին ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից։ Բայց ինչ է նշանակում։ Նշանակում է ինչ այս n-ից սկսած բոլոր x-ները պետք է հավասար լինեն x-ի։ Ճիշտ է, որովհետև եթե x-ը պատկանում է o-ին, ես o-ից հանել եմ բոլոր x-ները։ Բացի նրանցից, ովքեր հավասար են x-ի։ Հետևաբար
Ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, x-ը պետք է հավասար լինի x-ին։ Այսինքն այս տոպոլոգիական տարածության մեջ, որի տոպոլոգիան իմիջիայլոց, եկեք նկատենք, որ այս տոպոլոգիան, չեմ իրապես սխալ եմ ասում իհարկե, ինքնասել ավելի թույլ է, քան տեսողորակյանը, բայց սխալ է, ավելի թույլ չի, բայց ստեղ շատ բաց բազմություններ կան, այսինքն մի քիչ դժվար է հավատալ, որ ընդհանրապես հաջորդականություն զուգամիտող գոյություն չունի, բայց պարզվում է, որ իրոք գոյություն չունի զուգամիտող հաջորդականություն։ Ասենք ուրիշ էկզոտիկ տոպոլոգիա կարելի է սահմանել R2-ում, նայում ենք R2-ը, ու սահմանում ենք հետևյալ տոպոլոգիան, ինքը բաղկացած է 0-ից, դատակ բազմությունից, և նայում են բոլոր բազմությունները, որոնք պարունակում են 0-0 կետը։ Նայում են բոլոր բազմությունները, որոնք պարունակում են 0-0 կետը։ Առաջարկում ինքնուրույն հասկանալ, թե որոնք կլինեն օրինակ շրջակայքերի հենքը, կետի շրջակայքերի հենքը, գտնել կետի շրջակայքերի հենքը, գտնել դրված AB կետի շրջակայքերի հենքը, շրջակայքերի հենք, ասեմ, որովհետև հենքը միարժեք որոշված չի, գտնել դրված AB կետի շրջակայքերի հենք։ Պատրաստ, եկեք մի հատ ինչ արեցինք, նորից սկսենք, ուսումնասիրում ենք տոպոլոգիական տարածություններ, ներմուծեցինք տոպոլոգիայի հատկությունը, տոպոլոգիայի սահմանումը, ինչ է տոպոլոգիա, հետ S-ի ենթաբազմությունների ընտանիքը, որը բավարարում է այս երեք հատկություններին, դատարկ բազմությունը և S-ը տոպոլոգիայի մեջ են, ցանկացած միավորում մնում է տոպոլոգիայի մեջ, վերջավոր հատումները մնում են տոպոլոգիայի մեջ։ Նրանք, ովքեր որ սովորել են չափի տեսություն, նրանց համար ասեմ, որ նման է սիգմա անհրաժեշտին, բայց դեռ ուրիշ հասկացություն է։ Սիգմա անհրաժեշտի դեպքում այս առաջինը պետք է լինի հաշվելի։ Ցանկացած միավորում չէ, որ մնում է, պետք է հաշվելի լինի ու այդ բավական շատ բաներ փոխում է։ Այսինքն տոպոլոգիայի սահմանումը նման է սիգմա անհրաժեշտի սահմանումը, բայց դեռ ուրիշ բաների համար է, ուրիշ նպատակների։ Հիմա այս P-ի տարերը անվանեցինք բաց, դրանց տարածումները անվանեցինք փակ ու տենել կոչվում է տոպոլոգիա։ Հիմա տարբեր հասկացություններ կան, տոպոլոգիական տարածությունը կապակցված է, եթե այն չի կարելի ներկայացնել երկու բաց բազմությունների միավորման տեսքով։ Այստեղ ուրիշ ձևով ասեցինք, բայց այդ նույն բանն է, ինչ որ Նիստոն ասեցի, այսինքն եթե an բաց է եւ լրացումը բաց է, ապա an կամ դատարկ բազմություն է կամ s է։ Այսինքն կապակցված մետրիկական տարածություններ դրանք են, ովքեր չի կարելի ներկայացնել երկու սեփական բաց բազմությունների միավորման տեսքով։ Սեփական, այսինքն տարբեր դատարկ բազմությունից եւ s-ից։ Տոպոլոգիաները կարելի է հայմատել։ Ցանկացած երկուսը չենք կարող հայմատել, բայց կասենք, որ առաջինը փոքր է երկրորդից, եթե առաջինը որպես ենթաբազմություն ընկած է երկրորդի մեջ։ Այսինքն այս իմաստով տոպոլոգիաների ընտանիքը տրված այս բազմության վրա մասնակիորեն կարգավորված բազմություն է։ Այսինքն այս սա սահմանում է մասնակի կարգ տոպոլոգիաների բազմության վրա։ Տոպոլոգիաների համար ներմուծեցինք հենքի հասկացությունը։ Հենք նշանակում է, որ որպեսզի ես կառուցեմ իմ բոլոր բաց բազմությունները, բավական է ունենամ հենքի տարերը։ Ցանկացած բաց բազմություն կարելի է ներկայացնել հենքի տարերի միավորման տեսքով։ Եվ շրջակայքի եւ շրջակայքերի հենքի հասկացությունը, ուրեմն շրջակայքը n է x կետի ինչ որ բազմություն x կետի շրջակայք է, եթե x-ի եւ իր մեջ ընկած է ինչ որ բաց բազմություն։ Սա կա։ Եվ շրջակայքերի հենքը այնպիսի ընտանիք է, որ ցանկացած բաց բազմության համար x-ը պարունակող ես կարող եմ գտնել x շրջակայք այս հենքից, որը պարունակում է x-ը եւ ընկած է o-ի մեջ։ Ուրեմն ներմուծեցինք տրված բազմության ներքնամասի, փակման եւ եզրի հատկությունները, լրիվ նույնն են ինչ որ մետրիկական տարածությունների համար։
ու ինչ որ ցույց տվեցինք, ինչ որ ասեցինք օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ տոպոլոգիական տարածության հատկությունները կարող են տարբեր լինել մետրիկական տարածությունների հատկություններից։ Արդյոք կան հարցեր մինչև այս պահը։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն ասենք հիմա այս տարածությունն է, հիմա տարածություններից հետո հաջորդը դրանք ֆունկցիաներն են տարածությունների մեջ, ասենք ֆունկցիաների ուսումնասիրությանը։ Ուրեմն սկսենք սահմանումից։ Սահմանում։ Իցուկ ունենք երկու տոպոլոգիական տարածություն, S-ը P տոպոլոգիայով և P-ն, ասենք, U տոպոլոգիայով, U ձեռագիր տոպոլոգիայով։ Ունենք ֆունկցիա F, որը գնում է S-ից P։ P նկատի ունենք երկու ոչ թե տոպոլոգիա, այլ տարածություն։ Մի քանի հատկություններ։ Նախ անընդհատության հատկությունը, ուրեմն մետրիկական տարածությունների համար մենք սահմանեցինք հետևյալ ձևով անընդհատությունը, ասեցինք ինչ է նշանակում անընդհատ է կետում եւ հետո ասեցինք թե որ եթե ամենուր է անընդհատ է, ապա կասենք որ ֆունկցիան անընդհատ է։ Ու համարժեք հատկություն էինք ստացել, որ անընդհատ են այն ֆունկցիաները, որոնց համար ցանկացած բաց բազմության նախապատկերը բաց է։ Հիմա այդ էլ ընդունվում է որպես անընդհատության սահմանում տոպոլոգիական տարածությունների համար։ Մի քիչ ավելի ուշ տեսնենք, որ որոշ դեպքերում հաջորդականությունները բավարար չեն։ Օրինակ կան, օրինակ ես վերևի օրինակ ցույց որ կարող ընդհանրապես զուգամիտ հաջորդականություն չունի։ Բայց այդ մի քիչ ավելի ուշ հիմա սահմանենք հասկացությունները։ Ուրեմն F-ն անընդհատ է։ Ըստ սահմանման նշանակում է, որ ցանկացած բաց բազմության համար պատկերից հակադարձ պատկերը նույնպես բաց է, այսինքն պատկանում է P-ին։ Երկրորդը, ասենք որ F-ը բաց է, եթե այս նույն բանը հակառակ ուղղությամբ կա։ Ցանկացած բաց բազմության համար որոշման տիրույթից F-ն բաց է։ Ուրեմն երրորդը երբ այս երկուսը միաժամանակ կան, ուրեմն կասենք F-ը, ասենք որ F-ը երկկողմանի անընդհատ է, եթե այս առաջի երկուսը կան, F-ը բաց է և անընդհատ։ Եվ վերջապես հոմեոմորֆիզմի հասկացությունը, ասենք որ F-ը հոմեոմորֆիզմ է, եթե F-ը փոխնիարժեք է և երկկողմանի անընդհատ։ F-ը փոխնիարժեք է և երկկողմանի անընդհատ։ Ուրեմն այս հոմեոմորֆիզմի գաղափարը կարևոր է, հոմեոմորֆիզմի հասկացությունը, որովհետև ինքը պահպանում է տոպոլոգիային վերաբերող բոլոր հատկությունները։ Այսինքն երկու տոպոլոգիական տարածություններ, որոնց միջև կարելի է կառուցել հոմեոմորֆիզմ, այն ինչ որ վերաբերում է միայն տոպոլոգիային, իրարից չեն տարբերվում, այդպես են նույնն են։ Եկեք օրինակ նայենք։ Օրինակ վերցնենք R-ը և -1 հատվածը,
Հեշտ է կառուցել երկկողմանի անընդհատ փոխնեարժեք արտապատկերում։ Որտեղից վերցնենք մինուս 1-ից 1, մինուս 1, 1-ից r x-ը հավասար է 1-ը բաժանած 1 հանած x քառակուսի ընթացքով։ X բաժանած։ Հա? X բաժանած։ Այս ինչ որ Բաժանած։ Մի րոպե, սա համանցան չի ձգտի։ Չէ, ձգտի, երբ որ x ձգտում է եզրի։ Մի հատ նորից կասես, այս զույգ ֆունկցիա է, առաջարկում եմ x բաժանած 1 մինուս x քառակուսի։ x բաժանած 1 մինուս x, այո, այս զույգ ֆունկցիայի դեռ չի կարող լինել, այո, չի լինում բացական։ Այո, համաձայն եմ, x-ը բաժանած x-ը բաժանում x-ը վրա։ Այդ դեպքում էլի կլինի հաջող եւ կգնա ասամանություն եւ մինուս ասամանություն, այո։ Ուրեմն այս հոմեոմորֆիզմը այս երկու այս երկուսն այնքան իրենց սովորական տոպոլոգիաներով, այսինքն այս երկուսը մետրիկական տարածություններ են, սովորական հեռավորության համար f-ը փոխնեարժեք արտապատկերում է ու հեշտ է հասկանալ, որ երկկողմանի անընդհատ։ Այսինքն այս երկկողմանի անընդհատությունը փոխնեարժեքների համար նշանակում է, որ հակադարձ արտապատկերում է անընդհատ։ Բարձր չէ, որ եթե փոխնեարժեքը եւ երկկողմանի անընդհատ, երկկողմանի անընդհատությունը նշանակում է f-ն է անընդհատ, իսկ բաց լինելը փոխնեարժեքի համար նշանակում է հակադարձն է անընդհատ։ Ուրեմն որպես տոպոլոգիական տարածություններ այս երկուսը լրիվ նույն բանն է, բայց որպես մետրիկական տարածություններ պարզել որ սրանք այս երկուսը նույնը չեն, քանի որ այս մեկը լրիվ է, այս մեկը լրիվ չի։ Այսինքն հոմեոմորֆիզմը այդ ճիշտ հասկացությունը տոպոլոգիաների համար, տոպոլոգիական տարածությունների համար, բայց մետրիկայի վերաբերյալ ապտությունները պարտադիր չէ որ պահպանվեն։ Ուրեմն ստեղ ինչ որ ժամանակ առաջ ուսումնասիրեցինք ենթաբազմությունների ընտանիքով ծնված տոպոլոգիան։ Եթե տրված է ֆունկցիաների ընտանիք, դրանցով ծնված տոպոլոգիա կարող ենք ուսումնասիրել։ Ուրեմն սահմանում ենթադրենք ունենք ինչ-որ S բազմություն և ունենք տոպոլոգիական տարածություն, այսինքն S-ի վրա դեռ տոպոլոգիա չկա, բայց դրա փոխարեն ունենք ֆունկցիաների ընտանիք, այսինքն կամ S-ից T ֆունկցիաների ընտանիք է։ Ունեմ S բազմությունը, որի վրա տոպոլոգիա չկա, ունեմ T-ու տոպոլոգիական տարածությունը և ունեմ ինչ-որ K, որը ֆունկցիաների ընտանիք է S-ից T։ Հիմա K-ով ծնված տոպոլոգիան, կամ պարզապես գրեմ K տոպոլոգիան, ըստ սահմանման այդ ամենաթույլ տոպոլոգիան է, S-ի վրա, որի համար ցանկացած f k-ից անընդհատ է։ Եվս մի անգամ ես ունեմ տարածություն և տոպոլոգիական տարածություն, այսինքն ունեմ բազմություն և տոպոլոգիական տարածություն և ունեմ S-ից, որի վրա տոպոլոգիա չկա, T գնացող, որի վրա տոպոլոգիա կա, ֆունկցիաների ընտանիք։ Ուրեմն K տոպոլոգիան այդ ամենաթույլ տոպոլոգիան է S-ի վրա, որի համար բոլոր ֆունկցիաները
անընդհատ են։ Հիմա, եթե այս կան բաղկացած է եկեք օրինակ նայենք։ Մենք մի հատ հասկանանք ես ինչ գրեցինք, էլի։ Օրինակ Ենթադրենք կան բաղկացած է մի ֆունկցիայից։ Ինչ-որ մի հատ ֆունկցիա է տրված էսից է, ու նայում ենք կայով ծնված տոպոլոգիան։ Ես ուզում եմ, որ f-ը լինի անընդհատ։ Դրա համար ինչ պետք է ունենամ։ Դրա համար պետք է ունենամ, որ ցանկացած o-ի համար, ցանկացած բա բազմության համար u-ից f-1 on պետք է լինի բաց։ Ես ընկած է s-ի մեջ, ես պետք է լինի բաց։ Որտեղ սա էր անընդհատ ֆունկցիայի սահմանումը։ Այսինքն իմ այս ամենաթույլ տոպոլոգիան պետք է պարունակի գոնե s բազմությունները։ Այսինքն f-ի հակադարձ պատկերը, ցանկացած բաց բազմության հակադարձ պատկերը f-ով պետք է լինի տոպոլոգիայի անդամ։ Հիմա հեշտ է ստուգել, թողնում եմ ինքնին անեք, որովհետև այն դեպքերից է, որ ինքնին ավելի հեշտ են հասկանում, քան ինչ-որ մեկին լսելով, որ եթե ես նայեմ s բազմությունները, այսինքն նայում եմ հենց սրանց f-1-ով, որտեղ on ընկած է u-ի մեջ, ապա սա տոպոլոգիա է։ Եկեք սրա կողքը մի հատ f դնեմ, որ պարզվի, որ ինք կախված է f-ից։ Այսինքն, այս դեպքում, երբ կան բաղկացած է ընդամենը մի ֆունկցիայից, կայով ծնված տոպոլոգիան կամ k տոպոլոգիան շատ հեշտ գրվում է։ Պետք է վերցնենք բոլոր հակադարձ պատկերները, բաց բազմությունների հակադարձ պատկերները։ Հիմա ինչ պետք է անենք, եթե կան մի քանի ֆունկցիաներ կամ ինչ-որ անվերջ թվով ֆունկցիաներ։ Պարզ է, որ ստացված տոպոլոգիան, այսինքն k տոպոլոգիան, պետք է պարունակի այս բոլոր TF-ները։ Այսինքն k-ով ծնված տոպոլոգիան, եկեք ինչ-որ նշանակում ներմուծենք, թող լինի p k ինդեքսով, ինքը պարտավոր է պարունակել f-ով ծնված տոպոլոգիան ցանկացած f-ի համար k-ից։ Բայց սա մենք արդեն տեսել ենք։ Մենք ունենք ինչ-որ բազմությունների ընտանիք, այսինքն այս f-ի միավորումը, մենք խնդրում ենք ամենաթույլ տոպոլոգիան, որը պարունակում է այս բոլոր ամբողջ ընտանիքը։ Այսինքն այս իմաստով մենք խնդիրը վերեցինք նախորդին։ Մենք հասկացել էինք, որ գոյություն ունի ամենաթույլ տոպոլոգիա, որը պարունակում է տրված ենթաբազմությունները։ Հետևաբար գոյություն ունի նաև k տոպոլոգիա, որովհետև վերցնենք յուրաքանչյուր ֆունկցիային համապատասխանող տոպոլոգիան, վերցնենք դրանց միավորումը, կվերցնենք ամենափոքրը, որը բոլորը պարունակում է։ Հիմա կոնկրետ այս դեպքում շատ հեշտ է կառուցել տոպոլոգիան։ Այս դեպքում այս տոպոլոգիան ես պնդում եմ, որ ունենա հետևյալ տեսքը։ Ես վերցնում եմ վերջավոր հատումները այս բոլոր տոպոլոգիաների տարերի։ J-ը 1-ից n և f-ն էլ պատկանում է k-ին։ Եկեք ուրեմն մի հատ նորից հասկանանք։ Ունենք S տարածությունը, PU տոպոլոգիական տարածությունը և ֆունկցիաների ընտանիքը։ Ես խնդրում եմ տոպոլոգիա, այնպիսի տոպոլոգիա S-ի վրա, որի համար բոլոր անդամները k-ից անընդհատ են, ընդ որում ուզում եմ, որ սա լինի ամենաթույլը։ Ընդհանրապես ակնհայտ չի, թե ինչի պետք է ամենաթույլ տոպոլոգիան գոյություն ունենա։ Այսինքն, ինչպես ակնհայտ է, քան որ տոպոլոգիաների հատումը նույնպես տոպոլոգիա է, բայց եկեք փորձենք ավելի մի քիչ մանրամասն հասկանալ։ Եթե կան բաղկացած է մեկ ֆունկցիայից, ապա այս k տոպոլոգիան հեշտությամբ գրվում է։ Պետք է վերցնեմ բոլոր բաց բազմությունները երկրորդ տարածությունից, նրանց նախապատկերները այդ կլինի տոպոլոգիա ու կլինի բնականաբար ամենափոքրը, որտեղ սրանք պարտավոր են լինել։ Հիմա ենթադրենք k-ի մեջ շատ ֆունկցիաներ կան, մի հատ չի, մի քանի հատ է։
Այդ դեպքում S տոպոլոգիան, K տոպոլոգիան պետք է պարունակի սրանցից յուրաքանչյուրը։ Բայց ես արդեն գիտեմ, որ նախ սրանց միավորումը կարող է տոպոլոգիա չլինել, բայց ես գիտեմ, որ կա ամենաթույլ տոպոլոգիան, որը սրանց բոլորին պարունակում է։ Ընդհանուր դեպքում կա ցանկացած ենթաբազմությունների ընտանիքի համար գոյություն ունի տոպոլոգիա, որը բազմակում է։ Կոնկրետ այս դեպքում շատ ավելի հեշտ է գրել, նկարագրել այս ամենաթույլ տոպոլոգիան։ Ինքնուրույն փորձեք ապացուցել, որ պետք է վերցնել բոլոր վերջավոր հատումները S տոպոլոգիաների, TAO-F տոպոլոգիաների։ Ընդհանրապես ընդհանուր փաստ է, եթե ունենք ցանկացած տոպոլոգիաների ընտանիք, ապա ամենաթույլ տոպոլոգիան, որը այդ բոլորը պարունակում է, հենց սրանք են։ Պետք է վերցնել այդ տոպոլոգիաների վերջավոր հատումները։ Այդ դեպքում ստանանք ամենաթույլ տոպոլոգիա։ Եկեք մի երկու օրինակ նայենք, սրա վերաբերյալ օրինակներ։ Այսինքն ես արդեն իսկ օրինակ եմ կարողացել։ Առաջի օրինակն է։ Երկրորդ օրինակը վերցնենք Հիլբերտյան տարածություն։ Ոնց Հիլբերտյան տարածություն։ Եվ վերցնենք n ինչ որ ասում են այսինքն n ինչ որ ստանում ենք, եթե ասում են թույլ տոպոլոգիա, բայց վերցնենք հետևյալ ֆունկցիաները։ Ուրեմն phi-ն անպատասխանության մեջ ենք դնում psi-ին, որտեղ psi-ն h-ից անդամ է։ Ուրեմն սա կլինի մեր k բազմությունը։ Ուրեմն k բազմություն է, h-ը Հիլբերտյան տարածություն է։ Իրավաբար բնականաբար կա տոպոլոգիա, որը սահմանված է հեռավորությամբ, բայց ես այդ տոպոլոգիան չեմ ուզում, ես ուրիշ տոպոլոգիա եմ ուզում կառուցել։ Վերցնում եմ բոլոր այս տեսակ ֆունկցիաները։ Ուրեմն ստեղ մեր երկրորդ տոպոլոգիական տարածությունը այդ պարզապես c-ն է։ Նա այս ընտանիքի համար ես կարող եմ սահմանել տոպոլոգիա h-ի վրա։ Այսինքն k տոպոլոգիան h-ի վրա, այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ բոլոր այս ֆունկցիաները պետք է լինեն անընդհատ։ Հիմա մի քիչ մտածելուց հետո հասկանում ենք, որ իրականում այս տոպոլոգիան գծային ստրուկտուրայի հետ կապ ունի։ Այսինքն, եթե ես կառուցել եմ օրինակ 0-ի շրջակայքերի հենք, ապա դրանք տեղափոխելով ցանկացած ուրիշ կետ ստանում է ցանկացած ուրիշ կետի տոպոլոգիաների հենք։ Ցանկացած ուրիշ կետի շրջակայքերի հենք։ Ուրեմն եկեք նկարագրենք այս տոպոլոգիայի համար 0-ի շրջակայքերի հենք։ Ուրեմն ես պնդում եմ, որ 0-ի շրջակայքերի հենք կլինի օրինակ հետևյալ բազմությունը։ Ուրեմն ես նայում եմ բոլոր phi-երը h-ից, որոնց համար տեղի ունի հետևյալը։ Psi-ի in փոքր է epsilon-ից, որտեղ ուրեմն in վերջավոր բազմության մեջ է, in հավասար է 1-ից n։ Ստեղ psi1, psi-n-ը h-ից տարեր են, epsilon1, epsilon-n-ը 0-ից մեծ թվեր։ Ստեղ ես ըստ էության գրել եմ C-ում 0-ի շրջակայքի նախապատկերը, 0-ի epsilon-ի շրջակայքի նախապատկերը, այս psi-ին համապատասխանող ֆունկցիայի համար։
Առաջարկում եմ ինքնուրույն ստուգել, որ n ինչ որ գրված է ստեղ, այսինքն ես վերցնում եմ բոլոր φ-երը, որոնց համար ճիշտ է այս անավասարությունները, ունեմ n հատ անավասարություն, որտեղ ψ1, ψn-ը հաշից անդամներ են, ε1, ε1-ը դրական թվեր։ Սա կլինի K տոպոլոգիային 0-ի շրջակայքերի հետ։ Կարող է մի քիչ ավելի ինտուիտիվ է հասկանալ, թե երբ հաջորդականությունը կզուգամիտի։ Ուրեմն ես կոչվում է հաշի թույլ տոպոլոգիա։ Ուրեմն K տոպոլոգիան այդ նույնն է ըստ սահմանման հաշի թույլ տոպոլոգիա։ Ուրեմն եթե հավատում ենք, որ սա 0-ի շրջակայքերի հենք է, ապա հեշտությամբ կարող ենք հասկանալ, որ Pn-ը կամ Pk-ն Pg-ն ձգտում է 0-ի, այս հաշի թույլ տոպոլոգիայում, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած ψ-ի համար հաշից ներքին արտադրյալ ձգտում է 0-ի։ Պարզապես գրեք բանը, օգտագործեք այս նախորդ նկարագրությունը, որպեսզի հասկանաք հետևյալը, որ եթե ես վերցնում եմ այս n-ի տարերը ու տեղափոխում եմ ցանկացած ուրիշ կետ, այսինքն վերցնում եմ ցանկացած O(n)-ից եւ նայում եմ ինչ որ մի հատ π գումարած O, այսինքն նայում եմ π գումարած O-երը, եկեք ցենց գրեմ, հա, այն նայում եմ այսա, π գումարած O, որտեղ O-ն պատկանում է n-ին, π-ն էլ պատկանում է h-ին, այս ինչ որ գրվեց, այդ տոպոլոգիայի հենք է։ Տոպոլոգիայի հենք։ Ուրեմն նայեցինք ֆունկցիաների այս ընտանիքով ծնված տոպոլոգիան, այսինքն ամենաթույլ տոպոլոգիան, որի համար բոլորն անընդհատ են, պնդում է հետևյալն է, որ պետք է ստուգել, ուրեմն առաջինը, որ սա 0-ի տոպոլոգիաների հենք է, 0-ի շրջակայքերի հենք է, երկրորդը Pg-ն ձգտում է 0-ի այն եւ միայն այն դեպքում հաջորդականություն ձգտում է 0-ի, երբ տեղի ունի սա, ցանկացած ψ-ի համար ներքին արտադրյալ ձգտում է 0-ի, եւ երրորդը, որ եթե ես վերցնեմ 0-ի շրջակայքերի հենքը, տանեմ ցանկացած ուրիշ կետ, այսինքն վերցնում եմ բոլոր φ գումարած O բազմությունները, որտեղ O-ն պատկանում է n-ին, այսինքն 0-ի շրջակայքի հենքը, φ-ն է ցանկացած վեկտորը, ապա ստանում եմ ամբողջ տոպոլոգիայի հենք։ Այս բանը պետք է ինքնուրույն մի հատ անել հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, ու այս երեք հատկությունները ինքնուրույն ստուգենք, ու որպեսզի պարզ դառնա, որ ստացանք ուրիշ տոպոլոգիա, այսինքն չստացանք այն մեր սկզբնական տոպոլոգիան, եկեք վերցնենք ցանկացած օրթոնորմալ հենք, նայենք եժի, որը օրթոնորմալ հենք է, հաշի համար։ Այդ դեպքում ես մտնում եմ, որ եժին ձգտում է 0-ի թույլ տոպոլոգիայով։ Ինչի է եժին ձգտում 0-ի, այս հետևում մի անգամից Բեսելի անհավասարությունից կամ Պարսևալի հավասարությունից։ Որտեղ ես գիտեմ, որ ցանկացած ψ-ի համար հաշից ճիշտ է հետևյալը, գումար ψ եժի ψ-ի սկալար արտադրյալը
ներքին արտադրյալը քառակուսիների գումարը ինքը տալիս է հենց սին կամ նույնիսկ ես պարտավոր չի վերցնել օրթոնորմալ այն ցանկացած օրթոնորմալ համակարգ մեկը մյուսից ցանկացած անվերջ օրթոնորմալ համակարգ մայթեսենք են վերցնել ունենամ հավասարություն եթե լիներ պարզապես համակարգ ունենայի բեսելի անհավասարությունը բոլոր դեպքերում այս շարքը զուգամետ է եթե շարքը զուգամետ է հետեւաբար ձգտում են 0-ի Psi եժին ձգտում է 0-ի այսինքն տեղի ունի սա այսինքն հաշվի վրա ստացված թույլ տոպոլոգիան ուրիշ է տարբեր է բանից տարբեր է սովորական տոպոլոգիայից մյուս անգամ ցույց կտանք որ այս տոպոլոգիան ծնված չի մետրիկայով Արագ երրորդ օրինակը նայենք, ու անցնենք առաջ։ Ուրեմն նայենք անընդհատ ֆունկցիաների բազմությունը եւ նայենք հետեւյալ ֆունկցիաների ընտանիքը f-ին, որը c-ից տար է, համապատասխանության մեջ ենք դնում fx-ը, որտեղ x-ը պատկանում է AB-ին։ Այսինքն մեր ֆունկցիան գործում է CAB-ից նորից C ոնց նախորդ անգամ բայց տարբերություն նախորդի ես վերցրել եմ f-ի արժեքը f արդեն ֆունկցիա է x կետում այսինքն ստացել եմ արտադրանքերում CAB-ից x առաջարկում եմ ինքնուրույն վերլուծել այս օրինակը ու հասկանալ որ n ինչ որ ստացվեց այսինքն n ինչ որ ստացվեց տալիս է կետ առ կետ զուգամիտությունը եկեք գրեմ սենց fn-ը գնում է f-ին կա տոպոլոգիայում այն եւ միայն այն դեպքում երբ ցանկացած x-ի համար AB-ից fn-x-ը ձգտում է fx-ի այսինքն կետ առ կետ զուգամիտությունը ֆունկցիաների համար նույնպես ծնված է թույլ տոպոլոգիայով։ Պետք է վերցնել ամենաթույլ տոպոլոգիան, որի համար այս բոլոր ֆունկցիաները անընդհատ են, կամ այս ֆունկցիաներով ծնված տոպոլոգիան։ Ուրեմն այս տոպոլոգիան հնարավոր չի մետրիկայով տալ, բայց այդ ավելի բարդ փաստ է, այդ մասին մենք չենք քննարկի, եթե այդ փաստը չենք քննարկի։ Ուրեմն կան մետրիկական տոպոլոգիական տարածությունների համար կարելի է սահմանել ուղիղ արտադրյալը կամ ուղիղ գումարը, մոտավորապես նույն ձևով ինչ որ մետրիկական տարածությունների համար, կամ բանական տարածությունների համար, եկեք անենք դա սահմանում Եթե ես ունեմ S ալֆա տոպոլոգիական տարածությունները, ապա սահմանում եմ S-ը, որը սրանց արտադրյալն է, S ալֆա, բազմությունների ուղիղ արտադրյալը ինչ է նշանակում, նշանակում է վերցնում բոլոր x ալֆա տիպի արդեն աջուստականություն չի, բազմություն է, ալֆան պատկանում է այն, որտեղ x ալֆան պետք է պատկանի s ալֆան, այսինքն վերցնում բոլոր այս տեսակ օբյեկտները, այսինքն վերցնում բոլոր ֆունկցիաները ֆունկցիա չի, այսինքն ցանկացած ալֆայի համար s ալֆայից վերցրել եմ ինչ որ տար x ալֆան։ Ուրեմն ստեղ կարող եմ սահմանել բնական պրոյեկցիաները p ալֆա, որը գնում է s-ից s ալֆա, կամ եկեք բետա գրեմ, ուրեն ալֆա ետ չպարնենք, էլի նույն տեղից է, բայց տարբերություն երևա p բետա, ինչ է անում p բետան, եթե p բետան ես կիրառում եմ x ալֆայի վրա,
ապա ես ստանում եմ x բետան։ Ուրեմն ունեի բազմությունների ընտանիք, սահմանեցի դրանց ուղիղ արտադրյալը, այսինքն դրանք այս տեսակ օբյեկտներ են x ալֆա, որտեղ x ալֆան պատկանում է s ալֆային, եւ սահմանեցի բնական պրոյեկցիան, որը գործում է ուղիղ արտադրյալից ցանկացած s բետայի մեջ, որտեղ բետան գտնվում է i մեջ։ Ոնց եմ սահմանում պրոյեկցիան, եթե կիրառում եմ սրա վրա, պատկերացրեք հաջորդականությունները, կարող եք եթե մի քիչ դժվար է պատկերացնել, պատկերացրեք հաջորդականությունների համար, այդ դեպքում սա կլինի արդեն հաջորդականություն։ Եվ կիրառում եմ π բետան հաջորդականության վրա, եկեք պայմանականորեն սրան ասենք հաջորդականություն, բայց ինքը հաջորդականություն չի։ Եթե կիրառում ենք սրա վրա, ապա ստանում ենք հաջորդականության բետա երրորդ անդամը։ Հիմա, այսինքն ես ունեմ հիմա տարածություն, բայց չունեմ տոպոլոգիա, դրա փոխարեն ունեմ π բետա։ Ունեմ ֆունկցիաների ընտանիք։ Հետևաբար կարող եմ սահմանել այս սրանցով ծնված տոպոլոգիան։ Ուրեմն π բետաներով ծնված տոպոլոգիան կոչվում է արտադրյալի տոպոլոգիա s-ի վրա։ Π բետա, բետան պատկանում է i-ին տոպոլոգիան։ Ըստ սահմանման արտադրյալի տոպոլոգիան է s-ի վրա։ Արտադրյալի տոպոլոգիան s-ի վրա։ Ուրեմն s նրա մասին թե ոնց կարող ենք տոպոլոգիաներ կառուցենք։ Հիմա տոպոլոգիան տարածությունների մեջ շատ դեպքերում այսպես ասած աշխատում է մետրիկական տարածությունների ինտուիցիան, բայց դրա համար ինչ-որ հատկություններ են պետք։ Դրա համար մենք կնայենք տոպոլոգիական տարածությունների երկու դաս, որոնց համար ինչ-որ հատկություններ գոնե կշարադրեմ առանց ապացույցի, բայց ապացույցները դժվար չեն, այսինքն դրանք պետք է լինի ինքնուրույն անել։ Ուրեմն առաջի սահմանումը ստեղ առաջարկում սրա մասին ինքնուրույն օրինակներ նայեք, այսինքն օրինակ վերցրեք r անգամ r-ի տոպոլոգիան, տեսեք ինչ կստացվի։ Ուրեմն սահմանում առաջինը, ուրեմն կասենք, որ S-ը P2 տիպի է, կամ կասենք Hausdorff-յան տիպի է, ըստ սահմանման, այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած x մեկ x2-ի համար s-ից, որոնք միմյանցից տարբեր են, գոյություն ունի o1, o2 բաց բազմություններ, այնպիսին, որ o-ին պարունակում է x-ին, և միաժամանակ դրանց հատումը դատարկ է։ Այսինքն ցանկացած երկու կետ ես կարող եմ իրենցից բաժանել բաց բազմություններով։ Առաջարկում եմ ինքնուրույն մտածել ու ապացուցել, եթե չեմ սխալվում վարժություն կա դրա վերաբերյալ, որ Hausdorff-յան տիպի տոպոլոգիական տարածություններում սահմանը միակն է։ Տեսեք, մետրիկական տարածությունների համար մեզ համար բնական է, որ սահմանը պետք է լինի միակը, տոպոլոգիաների համար տենց չի։ Բայց եթե տոպոլոգիական տարածությունը Hausdorff-յան տիպի է, ապա սահմանը միակն է։ Եվ երկրորդը, ասենք, որ S-ը P4 տիպի տարածություն է, ասում են նաև նորմալ, եթե տեղի ունի հետևյալը, եթե մեկ կետ պարունակող բազմությունները փակ են, ցանկացած x-ի համար s-ից x-ը փակ է, և
ցանկացած փակ բազմությունների համար, երկու փակ բազմության համար գոյություն ունեն բաց բազմություններ, այնպես որ F-ին ընկած է O-ի մեջ եւ սրանց հատումը դատարկ է։ Այսինքն T2 կամ Hausdorff-յան տիպի տարածությունների համար կետերը կարելի է միմյանցից բաժանել բաց բազմություններով, իսկ նորմալ կամ T4 տիպի տարածություններում փակ բազմությունները կարելի է բաժանել բաց բազմություններով։ Բնականաբար, եթե T4 է, ապա նաև T2 է, քանի որ ցանկացած մեկ կետ պարունակող բազմություն փակ է։ Ուրեմն առաջինի համար լրացուցիչ բան ենք ստանում, հեշտ է ապահովել, որ կա սահմանի միակությունը։ Երկրորդը մի քիչ ավելի բարդ հատկություն կա, կոչվում է Ուրսոնի թեորեմ, որը ասում է, որ ցանկացած երկու տարբեր փակ բազմությունների համար կարելի է կառուցել անընդհատ ֆունկցիա, որը 1-ի վրա 0 է, մյուսի վրա 1։ Պետք է ավելի ուշ կամ ինչ չգիտեմ, հասցնենք, թե չէ դրա մասին խոսել։ Որոշ դեպքերում երկու կարևորագույն դասերն են, որոնց համար լրացուցիչ բաներ կարող ենք ասել։ Եվս մի քանի հատկություն, որոնք արդեն ձեզ ծանոթ են մետրիկական տարածություններից։ Մի բան մոռացած եմ ասել։ Ուրեմն առաջարկում եմ ինքնին ապահովել, որ մետրիկական տարածությունը նորմալ է։ Միլական Այն կարծիք ցանկացած դեպքում ցանկացած մետրիկական տարածության համար կարելի է նորմալություն ապահովել, այսինքն բաժանելիության կարիք չկա։ Մի խոսքով ուսումնասիրեք մետրիկական տարածությունների նորմալության հատկությունը։ Պարզ է, որ մետրիկական տարածությունները Hausdorff-յան են։ Նորմալությունը մի քիչ ավելի բարդ է, քանի որ կարող է լինել փակ բազմություններ, որոնց միջև հեռավորությունը 0 է։ Մի խոսքով ուսումնասիրել նորմալության հատկությունը մետրիկական տարածությունների համար։ Փորձենք հասկանալ արդյոք բոլոր մետրիկական տարածություններն են նորմալ թե ոչ։ Հիմա լավ անցնենք առաջ, ուրեմն բաժանելիություն։ Ոնց որ բաների համար է, մետրիկականների համար S-ը բաժանելի է։ S-ը բաժանելի է։ Ըստ սահմանման գոյություն ունի խիտ հաջորդականություն։ Այսինքն գոյություն ունի հաշվելի բազմություն, այնպիսին, որ ցանկացած բաց բազմություն ունի կետ այդ բազմությունից։ Ուրեմն S-ը բավարարում է հաշվելիության առաջին աքսիոմին։ Ուրեմն ըստ սահմանման սա նշանակում է, որ ցանկացած կետ X-ից ունի շրջակայքերի հաշվելի հին։ Եվ բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին, ոնցտեղ առաջի աքսիոմն էր, եւ բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին, եթե տոպոլոգիան ունի, տեն ունի հաշվելի հին։
եկեք մի արդյունք ձևակերպեմ սրանց մասին։ Ինչ որ հասկար, թեորեմ, այս վերջի 3 հասկացությունների միջև կապը։ Առաջինը, եթե S-ը մետրիկական տարածություն է, ապա կա առաջին հաշվելիության աքսիոմը։ Այսինքն ցանկացած մետրիկական տարածության համար կա, ցանկացած կետի համար կա շրջակայքերի հաշվելին։ Այդ մասին արդեն իսկ խոսել ենք։ Երկրորդը էլի ենթադրում եմ, որ S-ը մետրիկական է, մետրիկական տարածություն է, ուրեմն ապա S-ը բավարարում է երկրորդ հաշվելիության աքսիոմին, այն եւ միայն այն դեպքում, երբ S-ը բաժանելի է։ Այսինքն գոյություն ունի fit հաջորդականություն։ Դժվար չի հասկանալ ինչի, որովհետև եթե հաշվելիության երկրորդ աքսիոմը կա, ապա վերցնում եմ բաց բազմությունների հաշվելի հենք եւ յուրաքանչյուր բազմության մեջ մի կետ։ Եվ հակառակը, եթե բաժանելիությունը կա, ապա վերցնում եմ fit հաջորդականությունը որպես կենտրոն, այսինքն հաջորդականության տարերը որպես կենտրոն եւ ռացիոնալ դրական թվերը կամ 1/3-ը որպես շարավղներ, այդ գնդերը կազմեն հենքի կազմեն հենք, հետեւաբար կլինեն հաշվելի եւ այս հատկությունը, որ այս հատկության մի ուղղությունը ճիշտ է նաև տոպոլոգիական տարածությունների համար, որ եթե S-ը տոպոլոգիական տարածություն է եւ բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին, ապա S-ը բաժանելի է։ Շատ լավ, ինձ թվում է այսօր այսքան, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ապա սրանով սահմանափակվենք, ուրեմն հիշեցնեմ, որ հաջորդ շաբաթ ֆիզիկական աշխատանքն է։ Մենք հանդիպենք սրանից 2 շաբաթ հետո։